Ողջույն, այսօր Հայկի հետ կխոսենք վերջերս մեծ հետաքրքրություն առաջացրած հիբրիդային կամ այլ կերպ ասած մարտկոցներով արևային կայանների մասին։ Հայկ, նախ կխնդրեմ ներկայացնես, թե ինչպես է աշխատում հիբրիդային կայանը։ Ողջույն, հիբրիդային կայանի հիմնական բաղադրիչներն են արևային վահանակները, պարտադիր հիբրիդային փոխակերպիչը եւ մարտկոցները։ Կան տարածված կարծիքներ, որ հիբրիդային կայանը կարելի է օգտագործել նաեւ առանց մարտկոցների, բայց դա այդպես չէ, մի պարզ օրինակով։ Պատկերացնենք ունենք 3 կՎտ հիբրիդային կայան, որը միացված է 3 կՎտ էլեկտրական սարքերի։ Ակնթարթի բերումով ամպում է, եւ ինչ է տեղի ունենում մեր սարքերի հետ։ Հետևաբար հիբրիդ կայանի օգտագործման համար անհրաժեշտ են մարտկոցներ, որպեսզի հոսանքի մատակարարումը լինի կայուն, անխափան, հաշվարկված ժամանակում։ Հայկ, ես տեսնում եմ, որ այս երկու փոխակերպիչներն էլ ունեն մարտկոց միացնելու հնարավորություն, հետևաբար երկուսն էլ հիբրիդային են, ճիշտ է։ Ոչ, հիբրիդային փոխակերպիչը միայն սա է, որին հենց այս պահին էլ կարող ենք միացնել մարտկոցներ եւ ունենալ հիբրիդային կայան։ Իսկ այս մյուս փոխակերպիչը սովորական ցանցային փոխակերպիչ է, որը ունի հնարավորություն դառնալ հիբրիդային, եթե իրեն միացնենք հիբրիդի համար նախատեսված սարքավորում։ Եվ վերջին հարցը. հիբրիդային կայանները միշտ չէ, որ բավարարում են կարիքները, հետևաբար ինչպես ընտրել ճիշտ հզորություն։ Իրականում պարզապես պետք է նկատի ունենալ, որ հիբրիդային կայանով պետք է աշխատեն միայն առաջին անհրաժեշտության սպառման աղբյուրները։ Օրինակ 6 կՎտ հզորությամբ հիբրիդային կայանով հոսանքազրկման դեպքում կարելի է 8-ից 10 ժամ անդադար միացնել սառնարան, հեռուստացույց եւ անհրաժեշտ լուսավորություն։ Շնորհակալություն, Հայկ։ Դե իսկ դուք կարող եք գրել մեզ եւ ստանալ համալիր ինժեներական լուծումներ ձեր անխափան աշխատող կայանը ունենալու համար։